Շնորհակալություն։ Պարոն նախարար, իմ հարցն է վերաբերում բեռնափոխադրմանը եւ այս առիթով ես ես նորից դիմել եմ եւ դուք այդ ժամանակ ասացիք ինչ որ ընթացք կա, որի մասին հետագայում կիմանանք, բայց այդպես էլ անհասկանալի է Ռուսաստանի Դաշնությունում ամիսներ շարունակ բանտարկված մնացած մեր բեռնատարների խնդիրը։ Ի վերջո, ինչն է խնդրեմը, որ հնարավոր չի լինում լուծել եւ շարունակ ամիսներ բեռնատարները մնում են բանտարկված։ Սա առաջին։ Երկրորդ, շարունակելով պարոն Դանիելյանի հարցը, ես ուզում եմ հիշեցնել, որ պետության սահմանադրական պարտականությունն է կառավարության ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը ցանկացած երկրում։ Հիմա դուք ասում եք քաղաքացիները պիտի ձեր մոտ չգան, պիտի գնան ուրիշ տեղ։ Իսկ որ գնան օրինակ Վրաստանի իրավապահ մարմնին բողոք ներկայացնեն։ Դուք տեր եք կանգնելու այդ վարորդին, որ հետո այդ վարորդի հետ ինչ ա լինելու կամ այդ բեռնափոխադրող ընկերության հետ ինչ ա տեղի ունենալու։ Այս դրա մասին է խոսքը, որքանով է Հայաստանի Հանրապետությունը տեր կանգնում իր գործարարին, վարորդին եւ քաղաքացուն։ Որքանով է Հայաստանի Հանրապետությունը իր գործարարների կողքը կանգնած, հենց այդ գործարարներից հարցրեք եւ այդ գործարարների 95%-ի պատասխանը իմ համար շատ հստակ կլինի, որովհետեւ մենք այդ գործարարների հետ ամենօրյա աշխատում ենք, իրենց խնդիրները ամեն օր լուծում ենք, իրենք էլ շատ շնորհակալ են, որ կառավարությունը իրենց կողք մինչև վերջ կանգնած է։ Օրինակ ես չգիտեմ դուք ինչ եք արել, որպեսզի ենթադրենք այդ ձեր ասած մեքենաները, որոնք կանգնած էին սահմանին գան Հայաստան, բայց Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատանքի արդյունքում այդ մեքենաները արդեն Հայաստանի Հանրապետությունում են։ Սա մեկ։ Երկրորդը մենք ամբողջ անցած տարվա ընթացքում տարբեր խնդիրներ առաջացել է եւ այդ խնդիրները ընթացիկ լուծել ենք։ Այդ խնդիրների մի մասը մեր կարծիքով օբյեկտիվ չի եղել։ Մի փոքր մասն էլ կարող է եւ օբյեկտիվ է եղել, որովհետեւ լինում են դեպքեր, որ այո, նույնիսկ կան դեպք, երբ որ մենք X գործարարի Y ապրանքը չենք թողում մեր երկրից դուրս գա, որովհետև դա ունի խնդիր։ Այսինքն իսկ ով է ասել, որ կան դեպքեր, ես էլ եմ ասում, հիմնականում մեր կարծիքով այդ դանդաղեցումները արդար չեն եղել, բայց եղել են դեպքեր, որ նույնիսկ մենք ենք կանգնեցրել, հետևաբար ամեն դեպք պետք է առանձին քննարկել։ Ունեք արձագանք։ Բայց ես կոնկրետ դեպքի մասն էի հարցնում։ Ամիսներ շարունակ Ռուսաստանում բանտարկված կոնկրետ ընկերության չեմ ուզում անունը հնչեցնել, կոնկրետ ընկերության բեռնատարներ, դուք էլ գիտեք, որ ընկերությունն է, ես էլ գիտեմ։ Հիմա կոնկրետ հարցնում եմ, այդ բեռնատարների ճակատագիրն ինչ եղավ, հստակ պատասխանեք։ Մի ասեք, մենք գործարարների հետ լավ ենք, իրենք շնորհակալ են, իրենք գոհ են, որտեվ կարող ձեր մոտ գոհունակություն են հայտնում, իսկ մեզ մոտ գալիս են դժգոհները։ Իսկ ինչ վերաբերում է ես ինչ եմ անում, ես անում եմ այնքան աշխատանք, որ դուք ամեն օր ստանում եք կամ հաճախ ստանում եք այն գրությունները, թե դուք ինչ եք անում եւ ձեզանից պատասխանատվություն եմ պահանջում, որը որ ընդդիմադիր падգամավորի ուղիղ սահմանադրական իրավունքի եւ լիազորությունների շրջանակում է։ Այդ դուք պիտի խնդիրների լուծման ընթառաջ գնաք եւ խոսեք փաստացի։ Ես ես հարցնում եմ, փաստացի բեռնատարների հարցը լուծված է թե ոչ, ասեք, քանի բեռնատար է վերադարձել Հայաստան, երբ է վերադարձել, ինչ պայմանով է վերադարձել եւ նորից շարունակելով Վրաստանի մեր բեռնատարների խնդիրը։ Թվերով ասեք, քանի բեռնատար եք լուծել հարցը, որ եկել է Հայաստան, քանիսն է շարունակում մնալ տարբեր պատճառներով այնտեղ։ Շնորհակալ եմ։ Տիկին Թովմասյան, մենակ մի այցից հետո, իմ Վրաստան գնալուց հետո, մի շաբաթվում 400-500 մեքենա են թողել, որ կանգնած են։ Գնացել ենք այդ մեքենաները 70-80 հատ մի օր, հետո 100 հատ, 150 հատ մի օր։ Ընդ որում այնքան շատ էին, որ 2 օր ես իմ էջում հրապարակել եմ ավտոմեքենաների ուրեմն պետհամարանիշերը։ Այնտեղ մի բանի մեջ մենակ մի հրապարակման մեջ 150 մեքենայի պետհամարանիշ կար։ Հետո հաջորդ օրը էլի այդպես, հետո հասկանալի է, որ ամեն օր չէի կարող։ Սա մեկ, ինչ վերաբերվում է այդ կոնկրետ ընկերությանը, այդ կոնկրետ ընկերությունը հարցեր ունի Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների հետ, հարկերի վճարման հետ կապված։ Եվ այդ ընկերությունը պետք է իր եւ Հայաստանում էլ բազմաթիվ ընկերություններ հարցեր ունեն մեր իրավապահ մարմինների հետ, ելի հարկերի վճարման հետ կապված։ Եվ ընկերությունը պետք է իր հարցերը եւ խնդիրները Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների հետ, հարկային մարմինների հետ լուծի։ Սա մեր կարծիքն է։ Շնորհակալություն, հարցերն ավարտվեցին, հարգելի գործընկերներ։